Բարի լույս իմ սիրելի հետևորդներին, սկսենք ինչպես միշտ փոքր ջերմոցից, նայեք ոնց են աճել մեր կախովի պիտունյաները, սա ռոզվինի արդեն ծաղկել է, այս տեսքը ունեն արդեն, խոտ է կախվել, նայեք այս ինձ սորտը ինձ սիրունա, տարբեր տեսակի կետիկներ են, գծիկներ են սպիտակ մանուշակագույնի վրա, դեռ ունենք սպիտակը չի բացվել և կարմիրը ունենք, 4 գույն ունենք ամպելնի, նայեք ինչքան սիրուն են, արդեն կախիչները կախել ենք, նայեք ինչ հրաշք տեսք ունեն և շուտով կկախենք այս բոլորը մեծ ջերմոցը, մի քանիսը արդեն կախել ենք, հեսա ցույց կտամ. Այստեղ ունենք արդեն բակոպան է ծաղկել, նայեք, ինքն շատ մանր ծաղիկներով ծաղիկ է, որ շատ սիրուն է, նայած սիրող է, ով ինչ է սիրում։ Նայեք սիրելիներս, որ ասում էի կախիչները կկախենք և կախենք մեծ ջերմոցում, այս ծաղիկների մասին էր։ Այստեղ դեռ նոր եմ տնկել փոքրիկները։ Նայեք ռեհաներս ոնց են մեծացել, հայկական ռեհաները, սերմը բերել եմ Հայաստանից, արդեն հաճախորդները հարցնում են, այս տնկել ենք գերման սորտը, վարունգի, շատ լավ սորտ է ասեմ, հրաշք վարունգ այլի, գերման ու ատոս ունենք։ Այստեղ ուրեմն պիտունյայի գլխիկները, ամպելնի պիտունյայի գլխիկները գարշոկների մեջ, երբ որ ծերատում թափում եք, որպեսզի ինքը փարթամանա, չերենոք եմ դրել, ջերմոցային էֆեկտ եմ արել, գիշերը ծածկում ենք, ցերեկը բացում ենք, հասկանանք հլը կպնելու է, թե չէ։ Այստեղ մեր մոտ էուստոմանա, շատ դժվար ու դանդաղ աճում, շատ դանդաղ աճում, ինքը գարշոչնի է։ Հիմա գնանք մեծ ջերմոց։ Եղանակը շատ լավ տաք է, հրաշք եղանակ է, այսօր ուրբաթ է մեր մոտ, բայց շաբաթ կիրակի ցուրտ է լինելու, մինչև գիշերը -2 աստիճան։ Նայեք մեր գեղեցկությունը, ժողովուրդ ջան։ Մենք արդեն բացել ենք մեր տարածքը, ճիշտ է, ծաղիկները լրիվ դեռ չենք տեղադրել վաճառքի համար, որովհետև շաբաթ կիրակի գիշերը ցուրտ է անելու -2 և այս ամբողջ ծաղիկները մենք պետքա նորից բերենք ջերմոց, նայեք ինչ գեղեցկություն են բերել ձեր համար։ Մեկը մեկից հրաշք են։ Ու ահագին այստեղից արդեն հանել ենք անյուտայի աչիկները, պիտունյաները, արդեն ահագին դուրս ենք հանել, ժողովուրդ ջան, նայեք, տեղ արդեն դատարկ են, նայեք վարխցիները ոնց են ծաղկել։ Այստեղ ցույց տամ ամպելնի պիտունյաները, նայեք արդեն կախել ենք մեծ ջերմոցի մեջ, ոչ բոլորը, որը որ մի քիչ դժվար է աճում, թողում ենք փոքր ջերմոցը, սատիլանոցը, որպեսզի նրանք սկսեն լավ աճել, սատիլանոցում շատ լավ են աճում բարձր սեղանների վրա։ Այստեղ մեր մոտ ունենք լաբելյան ծաղկած, նայեք դեռ կապույտն է ծաղկում, լինում է փնջի մեջ կապույտ, սպիտակ, շատ սիրուն են, արդեն ծաղկել են։ Այստեղ էլ ունենք կախովի պիտունյաները կախած, մեզ մոտ արդեն ծաղկում է կարմիր պիտունյան, նայեք արդեն մեր կարմիր պիտունյաները ծաղկում են, այս 4-5 օրա ինքան լավ եղանակ է մեր մոտ, անգամ մինչև 27 աստիճան, նայեք հլես հրաշքին, ամպելնի պիտունյանա, գարշոկով կախել ենք, գեղեցկություն։ Այստեղ կարմիր պիտունյաներն են ծաղկում արդեն, սա մեր սպիտակն է, նայեք արդեն կոկում է տվել, սա բակոպաներն է, կախովի ծաղիկները, որը որ տնկում ենք այս թափվող ամանների մեջ, գարշոկների մեջ, այսի այս սորտն է դրել ենք, որպես սատիլ ծախենք, որովհետև հաճախորդները շատ են հարցնում, որպես սատիլ, սա ուրիշ տեսակի ծաղիկ է, իմ հիշելով կոչում է Գայրլանդիա, նոր ծաղիկ է, ինքը մնագալի հետ կայա, ծաղկում է գերբերային նման, սեզոնին ցույց կտամ, ու այստեղ նայեք ալիսյումներս ոնց են ծաղկել, հլես պալետի մեջ նայեք սպիտակը, մուգ գույնի հետ, ու արդեն մեղու է ման գալիս ծաղիկների վրա, որովհետև սպիտակ ծաղիկից մեղրի հոտ է գալի, ու իհարկե 13 պալետ տարել են մեզանից,
Այսպես։ Այստեղ էլ ունենք լաբելիաները դեռ ծաղկած չեն, սիրելիներս։ Այստեղ ունենք ցիներարիաներն են արդեն աճում, պիտունյա ունենք, միատաներս են աճում, ցանել եմ սերմը, նայեք ոնց են մեծացել, փոքր տղայիս համար եմ հատուկ արել, որ մախիտո սոկի համար սառացնի, եւ նաեւ կծախեմ մի քանի քոլ մեր մոտիկներին։ Ցիներարիաներն են դեկորատիվ։ Ոյ, պարտուլակներս բացվել են, նայեք։ Նայեք, դանդուրի ծաղիկներն են, պարտուլակները բացվել է, սպիտակը 2 հատ։ 3 գույն ունենք։ Ոյ, այնտեղ սիրուն պիտունյա է բացվել, գնանք տեսնենք ինչ գույն է բացվել։ Այսինքն պալետների միջով անցնեմ։ Նայեք ինչ սիրուն պիտունյա է, կարմիր գույնի, կողքերը դեղնավուն գծիկներով։ Ցանկ վարունգների մոտ, նայեք ինչ բերք ունենք վարունգների վրա, սիրելիներս։ Դրել ենք գարշոկների մեջ, հիշում եք, ձեզ ասել եմ դրել ենք գարշոկների մեջ ու այսպես թելով կապել ենք դեպի վերև։ Ոյ, նայեք, մեծ վարունգ գտա։ Այսօր ես նրան կուտեմ։ Այս սորտը ատոսն է, ժողովուրդ ջան, ինքը մի քիչ փշոտ վարունգ է, բայց շատ համով է։ Սա մեր վարունգներն են։ Սա իմ զեմլենիկան է, նայեք արդեն ունենք զեմլենիկա, պուջուրիկ։ Սիրելիներս, հիմա դուրս կգնանք, կցուցադրեմ ձեզ մեր տարածքը, որտեղ որ մենք վաճառում ենք մեր ծաղիկները, մենք գտնվում ենք Մոսկվայում, մեր տունը, գյուղում ենք ապրում եւ կենտրոնական փողոցի վրա շարժը շատ է, մեքենաների շատ։ Սա վարունգներն են երեք ամուսնուս հետ պիկիրովկա արել։ Սա դդումիկներն են, մի քանի հատ փորձնական տնկել եմ։ Այսքան վարունգ երեք գիշերը ամուսնուս հետ պիկիրովկա ենք արել։ Մինչև գիշերվա 11:30 3 ջերմոցում աշխատել ենք։ Այստեղ նայեք ինչ հրաշք պիտունյաներ են, գեղեցկություն։ Նայեք, տարբեր երանգների գծիկներով ունենք։ Հələ նայեք, ժողովուրդ ջան։ Իսի միքս սերմ ունենք առել, որ տարբեր գույների, տարբեր գծիկներով պետքա լինի։ Հələ նայեք, մեկը մեկից գեղեցիկ է։ Մոտիկից ցույց տամ այս գեղեցկությունը։ Ու այստեղ գարնանը, ինչ որ ծիտիկներ են երգում, ուղղակի այս մեքենաների ձայնը չի թողնում, որ այդ ծիտիկների ձայնը գա, բայց մի վիդեոյիս մեջ ես նայել եմ մի վիդեո, շատ սիրուն լսվում է ծիտիկների ձայնը։ Սա թանաքագույնն է մեր մոտ, պիտունյան։ Սենց լիքը թանաքագույն ունենք։ Այստեղ սպիտակ պիտունյան է բացվում արդեն։ Ու այսպես սիրելիներս մեր կախովիներն են։ Նայեք, այստեղ մեր բեգոնյաներն են արդեն լրիվ ծաղկում։ Կանաչ տերևները համարյա բոլորը ծաղկում են, մենակ կարմիր տերևներն են ուշ բացվում։ Նայեք, կարմիր տերևը, կարմիր ծաղիկ, հեսա նոր կոկում է տալիս։ Նայեք, սենց ծաղկում են։ Դες այդ կան չենք բացել հələ, ժողովուրդ ջան, որովհետև ահա որ շոկ է այսքան օր Հայաստանի շոկերից ահա որ, որտեղ խոնավությունը ստեղ շատ է, ոնց որ մարդ խեղդվի ստեղի շոկերին։ Դե հիմա գնանք դուրս սիրելիներս, համել ձեզ վարդերը ցույց կտամ, թե ինչ սորտի վարդեր ենք բերել։ Այս մեծ ջերմոցից դուրս են գալի, դուռ ունենք դեպի դրսի կողմն է բացվում, սենց սիրուն տեղ ունենք, սարքած նավեսի նման շատ սիրուն է։ Անցած տարի պապաս էստեղ էր, պապասու ամուսինս են սարքել։ Նայեք, այստեղ դրել ենք սատիները արդեն, նայեք կենտրոնական փողոցն է։ Ու ինչքան սիրուն է։ Լավ է, քանի մարդ չկա, ես բոլոր մեր ծաղիկները ցույց կտամ։
ու այստեղ երեկոյան լույսեր ենք վառում, երբ որ բոլոր ծաղիկները գեղեցիկ տեղադրենք, ես ձեզ գիշերով էլ վիդեո կտեղադրեմ, կտեսնեք ինչքան սիրուն են գիշերով մեր ծաղիկները։ Նայեք, այստեղ սաղ բարխծիներն են, նայեք ինչքան սիրուն են։ Ուրեմն մի բան էլ ասեմ սիրելիներս, երբ ծաղիկները ծաղկում են, մենք ծաղիկները վերևից չենք ջրում էլ, ցնցուխով չենք ջրում։ Այս տեսակի վաննաներ ենք սարքել, պալետներով ծաղիկները դնում ենք ջրի մեջ, մինչև իրանք ջուր քաշեն։ Վերևից չենք ջրում, որպեսզի ծաղիկը չնեղի։ Այստեղ իմ մոտ սպիրեա ծառն է ծաղկում, նայեք ինչքան սիրուն է սպիրեա ծառը։ Գարտենզիաներիցս մեկը տարել են, մնացել է սա, Սամարսկա Լիդիան ծախել եմ, 2 օր առաջ փոքրիկ տույաներս են մնացել, մեծերը ծախել ենք, ու եկեք մեր տարածքը բոլորից ցույց տամ, նոր վարդերը ցույց կտամ։ Նայեք, սենց պոլկաների վրա ծաղիկները դրել ենք ցուցադրման, որպեսզի դրսից մարդկանց երևա։ Հեսա դուրս գա, սան կենտրոնական փողոցն է, իսկ սա մեր տարածքն է այսպես։ Չկարողա լավ չի երևում, չգիտեմ։ Դրսից արդեն մեր հաճախորդները տենում են, մի քանիսը գալիս են մեզ մոտ էքսկուրսիայի, որ տեսնեն մենք ինչ ունենք, վաճառքի, սա արդեն անյուտաներն են, նայեք, արդեն տեղադրել ենք սեղանի վրա, ժողովուրդ ջան։ Այստեղ էլ իմ գեղեցկության սրահն է, պատուհանը, որ երևում է, մի օր է գեղեցկությանը սրահը ցույց կտամ։ Այստեղ կախովիներն ենք կախել, նավես ենք արել այստեղ և զոնտիկ ունենք մեծ, բացում ենք զոնտիկը, որպեսզի շատ արև չլինի։ Այսպես սիրելիներս, այլ մեր առևտրի տարածքն է, դե բոլորը չենք անել, շուտով ձեզ ցույց կտամ, թե էլ ինչեր ունենք վաճառքի։ Անցանք վարդերին, վարդերը ստացել ենք, ունենք կերյո, դերին, 2 վարկը, շատ վաճառվող, նայեք ինչ գեղեցիկ են։ Սպիտակն է, բոյինգ, նայեք հրաշք վարդեր են։ Intuition շատ սիրուն վարդա, հրաշք փոտով։ Հիմա գնանք մյուսներն են ցուցադրենք։ Այստեղ այս տեսակները ունենք, Floribunda, Red Intuition, այնտեղ մեր մոտ Pink Intuition-ներ, ինքը գծիկներով է, շատ սիրուն վարդա։ Հոլերը հրաշք են։ Ինչ ունենք այստեղ։ Հա, սա բարձրացող վարդերն են, այս տեսակ ունենք, այս տեսակ ունենք, նայեք, ու ինքն տեսակի սորտեր կա վարդերի, հլես գեղեցկությունը, նայեք ժողովուրդ ջան, վարդերը պատվիրում ենք աշնանը, որպեսի մեր ուզած գույները արկա լինեն, ապրիլի մինչև 20-ը նոր բերում են մեր ուզած վարդերը, նայեք սա ինձ սիրուն է, արդեն կոկոմել են վարդերը, ու ինքն եմ սիրում այս գույնը մի հատ նայեք մոխանա, և այստեղ ինչ ունենք, այս էլ Red Intuition է, 2 արկղա փաստորեն, այս սորտից, ասենց ժողովուրդ ջան, այստեղ ասենց քիչ ու միչ հլը դրել ենք բաները, բանջարեղենը, երևի վաղը երեկոյան արդեն այս ամբողջ ապրանքը պետք է քաշենք նորից մեծ ջերմոց, -2 է անելու, բարխծիները ամենանուր ծաղիկներն են, որպեսի ցուրտը չտանի, թե չէ անյուտայի աչիկներն ու պիտունյաները իրանք ցրտին դիմացք ունեն, մինչև -1, -2 աստիճան։ Այսպես սիրելիներս, այս էլ մեր տարածքը, մի օր էլ գիշերով եմ խոստալի, անպայման կնկարեմ, երբ որ արդեն մութ լինի, հրաշք գեղեցկություն ա լինում ստեղ,
այստեղ նստում ենք, սուրճ ենք խմում ամուսնուս հետ, քանի հաճախորդ չկա։ Ու այսպես, բոլորիդ բարի օր եմ աղթում։